Դե ինչ շարունակվում է առավոտ լսով վիքենդը, սիրելի հեռուստադիտողներ, եւ հանգստյան օրերը, մասնավորապես շաբաթն ու կիրակին ընդունված է անցկացնել ընտանիքի անդամների հետ, բայց վիքենդի ընթացքում մենք շատ հաճախ այդ ջերմ ու շատ հայտնի ընտանիքների անդամներից շատերին հյուրընկալում ենք մեր տաղավար եւ հիմա ժամանակն է մեր այսօրվա շատ սիրված հյուրերին ներկայացնելու։ Մեր տաղավարում են դերասաններ Արմեն Մարությանը եւ Ալլա Վարդանյանը։ Ողջույն։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք, որ մեզ հետ եք սկսում առավոտը եւ մեր տաղավարում եւ միանգամից սկսենք մեր ավանդական հարցից։ Ինչպես են սովորաբար սկսվում առավոտները ձեր ընտանիքում։ Բոլորն ասում են սուրճ ենք, չէ՞։ Մեծ մասամբ այո։ Նախաճաշ, սուրճ կամ անկանոն։ Մենք էլ ենք սուրճ։ Սուրճ, նախաճաշ, հետո Մեր սուրճը տարբերվում է ձեր սուրճից, որտեղ մենք այդ սուրճի մեջ ես ու Ալան մի քիչ իմբիր ենք լցնում։ Հա։ Իմբիրով։ Ասենք իմունիտետը բարձրանա, բայց այս մի 5 տարի է հացարցակ բան չի փոխում։ Չի օգնում։ Քանի որ ոչ աշխատանքային օր է առհասարակ ամբողջ աշխարհում ընկալվում շաբաթը եւ կիրակին, բայց դերասանների մոտ այդքան էլ այդպես չէ։ Ինչով է տարբերվում ոչ աշխատանքային օրերի ձեր աշխատանքը սովորական աշխատանքային օրերից։ Մենք Բերտան այգի ունենք։ Մշակում ենք։ Շատ եմ սիրում ջրել, մշակել Արմենի հետ միասին։ Այդ ջրելը ինքը սիրում է, մնացածը ես եմ։ Սրսկել է բան։ Արմեն ստեղ ինչ հոր էս տերևը բան։ Բնությունը սիրում ենք։ Բնությունը Դե եւ բնության աշխատում ենք, թատրոնում փորձերի ենք գնում, ինչքան կարողանում ենք, ներկայացումներ ենք խաղում, նկարահանվում ենք։ Ալան հիմա նկարահանվում է, ես զբաղված չեմ, ժամանակավոր բաներ են։ Եվ դուք ոնց եք, լավ։ այսպես տաղավարում։ Մենք արթնանում ենք, միանգամից գալիս ենք այստեղ եւ սուրճը մեր առավոտյան հենց այստեղ էլ միասին ուղիղ եթերում խմում ենք։ Իսկ խոհանոցը ինչ տեղ ունի ձեր կյանքում, Տիկին Վարդանյան, ու որքանով է պարոն Մարությանը ձեզ օգնում կամ խանգարում այնտեղ։ Ինչքանով կարողանում եմ, այդքան օգնում եմ, չնայած ինքը խոհանոցի լավ մասնագետ է Ալան։ Իր բաներ կա, ես գաղափար չունեմ։ Դե գիտես ինչ, օրինակ բան կա, խորոված, թոնրի խորոված, հոյս աղջիկը թոնրի խորոված չի կարող անի։ Ինչ վերաբերում է Մաղալին ինչ որ թոնրի։ կինը պիտի անի, Այդ ինքը անում տունը, է։ ճաշերը եւ այլն, այդ ամեն ինչը ես անում։ Եվ աշխատանքի հետ միասին միշտ հասցնում եք, թե լինում են դեպքեր, երբ որ դրսում եք սնվում կամ պատվիրում եք, թե ձեզ համար շատ կարևոր է, որ տան Փոխվելը ճիշտը պատվիրել։ թե ձեզ համար կարևոր է, որ տան կերակուրը հենց դուք պատրաստեք։ Երևի թե այո, որ ես պատրաստեմ։ Ես ուղղակի հիմա զարմանում եմ, թե մի քանի տարի առաջ ինչպես էի հասցնում։ Այժմ մի քիչ փոխվել է։ Այն ժամանակ զարմանում եմ եւ ճաշը, եւ թատրոնը, եւ նկարահանումները, եւ թուրները, եւ ամեն ինչը։ Այդ գիտեք ինչից է, որ մեկ ինձ հարցում են, պարոն Մարության, ինչպես եք ասում եմ, դե վատ եմ էլի, չի եք վատ, դե որտեվ ասում են, ծերանում եմ, մեծանում եմ, գնալով պիտի վատանամ, ինչքան մեծանում ես, այնքան քչանում է, ժամանակը դժվարանում է, բայց դե մեկ է, հասցնում ես։ Իսկ ավելի շատ արագանում է ժամանակը մեծանալու հետ, թե դանդաղում է, երկարում է։ Արագանում է։ Գիտես ոնց, եթե դու մարդը ինչպես իրան ծրագրում է, այդպես էլ ապրելու է։ Եթե ծրագրում է, որ ես արդեն մեծ եմ, այլ չեմ կարողանում այտենց ապրելու, բայց օրինակ ես այտենց չեմ ծրագրում ինձ, որովհետև ես այն մարդկանցից եմ, ես կինս էլ մեզ չոքացրել է, այտենց կա, մարդկանց մեկ լինում է, չոքացնում են, ասում են տենանք սրանք կարան էլի ոտի կանգնեն, հիմա մենք այդ պրոցեսում ենք մարդուկին, ուզում ենք էլի սենց ոտի կանգնենք, էլի դժվար է, բայց պիտի փորձես, իսկ ինչի է մեզ չոքացնում, որովհետև են մնացածները լիքը կան, չոքած են էլի, նրանց ինչ չոքացնի, այտենց ընտրում է մարդկանց, որոնց չոքացնում է, ու ինքը վերևից ասում է, տենամ կարան ոտքի կանգնեն էլի, Եթե դա քեզ տրամադրել, դու նույն ակտիվն ես լինում։ Դրա համար օրինակ երեք
Այս երրորդ օրն արդեն Ալան ինձ ասեց, դու ասեց, տենց որ շարունակես երկար չես դիմանա։ Բայց չեմ զգում ասի, ես ուզում եմ այդ անեմ։ Աշխատանքի առումով, բակը, բանը, ես իմ գնալը, նկարվելը, ստեղ գալը հերիք չի, այն մյուս տեղն էլ գնալը։ Բայց դե պիտի հասցնես, որտեղ տես ծրագիր ես դրել քո առաջ, որ դու պիտի վեր կենաս էլի։ Էսա։ Ու միշտ մնալ նույն ոգով, շարունակել պայքարել։ Մարդը չի ծերանում։ Այդ հիշի եւ բոլորը թող հիշեն, ովքեր մեզ այսօր նայելու են։ Այս մեր այս կարոպկա ասեմ, կաղապարը մեր լավ չեն արտադրել, մաշվում է, էտա թե չէ, մարդը միշտ ջահել է։ Բայց քանի որ Տիկին Ալան քիչ առաջ հիշեց եւ զարմանքով հիշեց, թե անցյալ ու մի քանի տարի առաջ ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ միշտ յուրաքանչյուր բարդ իրավիճակում միմյանց օգնում եք եւ այդ օգնող ամենակարևոր ուժը սերն է, հոգատարությունը միմյանց նկատմամբ։ Այս տարիների ընթացքում ինչ է փոխվել։ Լավ առումով ինչ է փոխվել, դա ավելացել է։ Իսկ գուցե ավելի ենք սկսել սիրել իրար։ Գիտես ինչ։ Մեջ-մեջքի կանգնենք, ամուր լինենք։ Բանը Վերաիմաստավորում մենակ գլուխ չես հանի, մենակ մարդը ում է պետք։ Դժվար է։ Օրինակ որ հերոստացույց ենք նայում, միասին ենք նայում, չէ՞, ինքը որ չի լինում, ես այդ չեմ կարում նայեմ, որտեվ մեկը չկա որ խանգարեմ։ Չէ՞ չթողեմ նայի, ինքն էլ ասում է, անպայման ես դիստեղ եմ, մի խոսա նայում եմ։ Ես ասում եմ, մեկնաբանում եմ։ Այդպես բան կա, որ ինչ որ բան կա, որ դի կողքինը լրացնի, հետո այդ սիրո թեման այդ լավ բան է, բայց ինքը փոխվում է։ Դա դառնում է ուրիշ սեր, հետո ուրիշ սեր, հետո ուրիշ հարգանք, ուրիշ տեսակ, հետո դառնում է պահանջ, առանց որի դու չես կարողանում։ Չէ՞ օրինակ այսօր ինքը գնում է նկարահանման, ես շուրջ ղայնանում եմ, չէ՞ մենակ հասարակ բաներ կա, չէ՞, այն բաժակը ինքն էր բերում, դու պիտի գնաս բերես, չէ՞։ Կամ ես մի բան էի անում, ինքը պիտի անի, եթե ես չկամ։ Եվ այդտեղ հիշում ես Շեքսպիրին, որ ասում է սովորությունը, այդ բռնակալը մարդու համար պատերազմի պողպատ մահիճը ավելի տանելի է դարձնում, քան փափուկ պետրալի ցանկողին։ Հիմա շատ հաճախ են երիտասարդները առաջին հանդիպած խոչընդոտից հետո բաժանվում, չեն կարողանում շարունակել միասին ճանապարհը, սա կարծես մեր սերնդի ինչ որ արատներից է, որը որ չունեք դուք ձեր սերունդը։ Ինչ խորհուրդ կտաք այդ երիտասարդներին եւ կամ ինչն է, որ այդ խոչընդոտի ժամանակ, այդ պատնեշի ժամանակ պետք է միավորի երկուսին, որ բաց չթողնեն իրար։ Ընտանիք կազմելը շատ բարդ բան է։ Մենք էլ այդպես չենք եղել, այդ որ ես թվում մենք մի անգամից սիրեցինք ու ընտանիքը չէ։ Պրոբլեմներ է լինում, ամեն ինչ լինում է, պիտի մարդ կարողանա հաղթահարել այդ ամեն ինչը, որպեսզի կարողանա ընտանիքը կազմավորվի։ Թե չէ ամեն մի ստից բանից կարելի է բաժանվել։ Հետո հիմա բաժանվելու այնքան հեշտ բան է, ինչ ա եղել, բաժանվում են էլի։ Ոչ ոք հիմա չի էլ հարցում դու բաժանված ես, թե բաժանված չես, չէ, հիմա այդպես բան չկա։ Չգիտեմ, ես դրան դեմ եմ։ Քեզ թվում է ես կողմ եմ, ասում հիմա դրան ուշադրություն չեն։ Ինչն է որ պետք է, ինչից պետք է բռնվել, որն է որ պետք է լինի այդ համբերությունը, գրագիտությունը, մի հատ պետք է նայել իրանց անցած ճանապարհը, իր ծնողների անցած ճանապարհը, ինչպես են կայացել, ինչ պիտի դառնան հետո, ինչքան ժամանակ է պետք որ ինքը կարողանա դա հաղթահարի, համբերություն չունեն, ասված հանդուրժել պիտի միմյանց կարողանան։ Կնոջ դերը որքանով է կարևոր այդ ամենի մեջ։ Դա դրանով պետք է համբերատար լինել մի քիչ։ Կողքինին հասկանալ։ Չգիտեմ, մեր անցած կյանքը դե էլի Արմենն էլ ասես դժվարություններ եղել են, բայց մի քիչ ուղղակի հարգանք է պետք ունենալ իրար հանդեպ, ամենակարևորը դա է ինձ թվում է, հաշվի առնել դիմացինի ցանկությունները, իր նպատակները։ Հետո պիտի սեր լինի, այդ մնացածը, այդ որ ասում ենք, դրանք մենք ասում ենք սիրուց հետո ավելի ինչ պետք է։ Օգնող հանգամանքները,
Եթե հանդիպում են երկու մարդ, եթե դրանք իրար չեն սիրում, դրանք շատ շուտ բաժանվելու են։ Կա հավանել, կա խաբուսիկ սեր, չէ՞։ Կա սիրահարություն։ Գիտեք, այդ սիրելը ոնց է, դեռ մի հատ սերը այս կողմում է, հոգին ստեղ է։ Ես այդ սաղ զգացել եմ։ Հոգին էլ է ցավում, սերն էլ է ցավում, հետաքրքիր բան է։ Եթե դու զգում ես, որ այնտեղ ինչ-որ բան կա, դա է սերը։ Սիրող մարդը ամեն ինչը ներում է։ Սիրող մարդը չի նեղանում, Դե մուռ չի պահում, չի ջղայնանում։ Եթե սիրում է, եթե չի սիրում, այդ սուտի բան է, դա չի ստացվելու, այդ չի կպնելու։ Ուրեմն իրան թվացել է, որ իրանք սիրում են իրար։ Դե դու այդ երիտասարդների համար հիմա ավելի թե բարդ է, պետք է աշխատեն, այդ գումար վաստակելը բարդ է, բոլորը ուզում են կայացած լինեն, այո, դա շատ լավ բան է կայանալը, շատ, ես ուղղակի զարմանում եմ, ես տեսնում եմ այդ ջահել երեխեքը, ստեղ են աշխատում, ընդեղ են աշխատում, ամեն ինչին ձեռք գցում են, դա հոյակապ է։ Ես այդ կարծիքին եմ, որ այս սերունդը, ձեր սերունդը ավելի հզոր է, քան մերը։ Դուք ունեք բնակարան առնեք, դուք մենք չենք կարող, մենք այդքան մենք շատ խեղճուկրակ ենք եղել։ Իսկ քո տարիքի մի աղջիկ կարա հիպոթեք վերցնի ու այդ հարցը լուծի։ Ո՞й քեզ բան, ես ձեր վրա նենց հիացած եմ, շշմում եմ այդ սերնդով։ Ես ձեզնից շատ սովորելու բան ունեմ։ Անկեղծ եմ ասում, լիքը բան ունեմ ձեզնից սովորելու։ Այդ բաժանվելը, որ շուտ են բաժանվում, ոչինչ։ Այդ ներում եմ, որովհետև դուք այնքան հզոր բաներ ունեք, որ մենք պիտի ձեզնից սովորենք, ոչ թե դուք մեզնից։ Ես ձեզ լուրջ բան եմ ասում։ Հա, իրանք մեզնից խելոք Սա են։ իսկապես Այդ անշուշտ։ մեր վիկենդյան եթերներից երևի բացառիկ եթեր է, երբ բացի նրանից, որ խոսում ենք մի ընտանիքի մասին, որը իսկապես օրինակելի է, այլ նաև երկու սերունդների երկխոսություն է եւ ոչ թե փնովում է, այլ ընդհակառակը միայն գովեստի խոսքեր միմյանց, ու ես առաջարկում եմ մի քիչ հետ գնանք, երբ առաջին անգամ հանդիպեցիք թատրոնում, որովհետեւ մեր սերը թատրոնի նկատմամբ էլ շատ մեծ է եւ ուզում ենք նաև այդ պատմությունը լսել, ինչպես բեմում հայտնվեցիք որպես խաղընկերներ եւ գործընկերներ։ Առաջի անգամ մենք բեմում միասին հայտնվեցինք հացավան ներկայացման մեջ դու գլխավոր դերն էիր խաղում Հասմիկ Առաջի դերն էր ես խաղում էի Վանո Ալան առաջի դերը Սունդուկյան թատրոնում որ մտել է խաղացել է գլխավոր դեր Հասմիկ այդպես քիչ է լինում բայց նոր է ավարտել ես սովորում եմ ստուդիայում թատրոնում Խորեն Աբրահամյանը իմ ուսուցիչն է Խորենի կուրսներ այո ինքն էլ բեմադրում էր Հացավանը եւ այդ դերը ինձ տվեց Հետո խաղացինք իմ տունը քո տունը չէ կինս էր խաղում հետո տենց գնաց ու գնաց Իսկ այդ ընթացքում այն սիրտը Արուսը հետ է Իսկ այդ ընթացքում սիրտը ինչ որ բաներ չէր հուշում Չենք հիշում ինչպես Մենք մի ամիս ենք ծանոթ եղել ես եկա սովորելու ընդունվեցի Սունդուկյանի թատրոն Արմենը արդեն դերասան էր 7 պատմությունը շատ եմ պատմել Մի ամիս հետո ամուսնացանք։ Մի ամիս հետո մենք ամուսնացանք, ու տենց արագ Չհարցնես քանի տարի մարդ վախենում։ Թվերի մասին չենք խոսում։ Չէ, բայց 47, 48 76 թիվներ։ Դե հաշու 47, 48 տարվա ամուսին։ 49 է ես։ Գիտես 49, ոյ խայտարակություն։ Դեկտեմբերին Հիմա դա չի հարցը նրանում է, որ մեկ էլի տենց հարցնում են, ինչպես եղավ, որ դուք 50 տարի 49 էլի։ Արա ախպեր ասում եմ, սրանց էլ թվում է մենք նստե հաշվել ենք քանի տարի անցավ։ Մենք մեր համար ապրել ենք մեր կյանքը, մեկ էս ընդ շուռ ենք եկել 49 տարի անցավ, ոնց որ նոր ասի, ինչպիսի խայտարակություն։ Չես զգում այդ ոնց է անցնում։ Երջանիկ եք, որ ապրել եք հենց այնպես, ինչպես որ ապրել եք, թե կփոխեիք ինչ-որ բաներ։ Ոչ մի բան։ Ոչ մի բան էլ չենք փոխի, դա մի վարքյան է, որ մի վարքյանը անցնում է։ Իհարկե լիքը փոխելու բան կա, բայց դե այդպես չի կյանքը, որ փոխես, ասես, մեզ այդ մի դեպք եղավ, չեմ ուզում դրա մասին հիշել, ինձ շատ ծանր է ինձ մեզ համար, բայց ես այդ օրը Ալային ասեցի, ասի, գիտես չէ, ասի ամբողջ կյանքում
մեզ դա խանգարելու ապրել, եթե սենց չլներ, սենց կլներ, եթե այդ եթեները մեզ կկործանի։ Բայց մեկը Բայց այն որ ասեցի չոքել ենք, պետք է ոտի կանգնենք, դա մերն է, Էմի պետք է ոտքի կանգնենք։ երջանիկ ենք, որ եղել են, դա եղել է։ Դա էլ կա։ Լավ չխորանանք այս թեման։ Գանք թատրոնին։ Դա թատրոնը Գնանք թատրոն։ Գանք թատրոնին, գանք ձեր բազում կերպարներին, որոնք որ մարմնավորել եք, խաղացել եք եւ քիչ առաջ մինչեւ ձեր այստեղ գալը ես ու Մանեն էլ խոսում էինք այն մասին, թե որքան կարեւոր է մասնագիտության մեջ լինել պրոֆեսիոնալ այնքան, որ անկախ նայած թե ինչքան կարևոր դեր է, ինչքան ժամանակ ես դու դրան տրամադրում, որքան երկար ես գալիս այդ կերպային, հետո կարողանաս դուրս գալ նրանից։ 10 ինչը որ հնարավոր է տալ, բայց իրան թողնես իր հետ, բաց թողնես, վերադառնաս քեզ։ Ալայի հետ մի անգամ խոսում էինք, ասեցի, գիտես, մի հատ մտածում եմ մի հատ այսպիսի բան նկարել, դոկումենտալ ինչ-որ բան, թե ինչպես ես Արմեն Մարությանը նստած խոսում է իր կերպարների հետ։ Իսկ կերպարն է գալիս, ես հարց եմ տալիս, կամ կերպարն է ինձ հարց տալիս։ Ու տենց, բայց հետո տեսա, թե ինչ-որ մի բազմասերիանոց ֆիլմ ա լինելու դա, որտեղ այդ խաղացածը շատ են։ Բայց ես հիմա էլ հարցեր ունեմ իմ խաղացած դերերին։ Լիքը հարցեր ունեմ, օրինակ, ասենք Բարոնին, Շանթեհին Աստվածների Վանահորը, Ջոն Արքային, Շեքսպիրը, Հայ Միչելուց հետաքրքիր բան եղավ, նոր հաղորդման մեջ խոսում էի, այս տղան ասեց, ձեր առաջի դերը ինձ ասեց, որն եղել, ասի, եղել է առաջի դերը Սունդուկյան թատրոնում Ռոմեո եմ խաղացել, հատված, բալկոնի տեղ։ Այ մարդ ասես, ինչ հետաքրքիր բան ստացվեց։ Հիմա չեմ ուզում ասել վերջի դերս, բայց վերջում էլի Շեքսպիր եմ խաղում լիրարքա, հիմա փորձում եմ։ Ոյ քեզի բան։ Ես էլի Շեքսպիր, Ջոն Արքա եմ խաղացել, Հուբերտ եմ խաղ, այդ չի հարցը։ Շեքսպիրը իմ հետևից անգել էլի։ Բայց գալիս է կյանք, այդ դա է ուզում դերից ոնց է դուրս գալիս, հիմա նայ, տես մի օր Ջիգարխանյանին հարցրեցի։ Արմեն Բարիշի հարցրեցին, ասին Արմեն Բարիշից ինչպես եք մտնում կերպարի մեջ։ Դե ասեց ոնց ասեմ, ասենց գալիս եմ թատրոն շորերս հագնում եմ, հետո գալիս եմ կուլիսներ ասում, այս կերպարն է, չէ՞, նայեք, այս կերպարն է, ասում հա, սենց եմ անում, շունչ եմ կաշում, ու մտնում եմ կերպարի մեջ։ Հետո խաղում եմ բան, ասում, հետո որ դուս եմ գալի կուլիսներ, շունչ եմ քաշում կերպարից դուս եմ գալիս։ Դե իհարկե ինքը հումոր էր անում, բայց այն օրը, եթե դերասանը լուրջ դերասան է եւ խաղում է բարդ ծանր դեր, լուրջ դեր, իհարկե լուրջ դերասանին ժամանակ է պետք, որպեսզի այդ օրը առավոտից ինքը պետք է մտնի տրամադրվի, չեմ ասում մտնի շնչի մտնի, բայց պետք է մի քիչ դրա մասին մտածի, մի քիչ ընդեղ լինի, մի քիչ այդ տեսակ լինի, մի քիչ այդ տեսակ շփվի կնոջ հետ, կինը պետք է զգուշ լինի, ես իրան ինքը ինձ Այսօ բարդ դեր է խաղում գործ չունենք էլի, բան սենց ինքը պետք է մի քիչ դրա մեջ լինի, որպեսզի տենց գնա, բան, գոնե միջև բեմ մտնելը, որ մտար բեմ արդեն դու դուրս ես գալիս։ Դա պրոֆեսիոնալ հզոր հատկանիշ ունեն, բոլոր դերասան, վատ դերասան չկա։ Բոլոր դերասանները լավն են։ Չկա վատ, եթե մի դերասան արդեն դերասանություն անում, ինքը արդեն լավն է։ Տենց չի կարող լինել, հանճարեղ դերասաններով բան են խաղում, տենց չի եղել երբեք, չի ստացի, որովհետև դա բարդ տեղ է, գիտես, դա բարդ աշխարհ է, լիքը դերեր են կան, լիքը մարդիկ պիտի խաղան, փոքր դեր պիտի լինի, մասովկա պիտի լինի, եթե արդեն մասսայական տեսարանում է, ուրեմն նվիրյալ է ինքը այդ թատրոնի։ Ես թատրոնում տենց ընկերներ ունեմ։ Մի անգամ մեր դերասաններից մեկը պաուզա տվեց, դերը խաղում էր պաուզա, պաուզա են տալիս, լռեց էլի պաուզա, մի քիչ երկարեց էս պաուզան, դահլիճից մեկն ասեց, խոսա հոպար, մենք փող ենք տվել։
Այսինքն այդեն ժողովուրդ ենք համբերություն չունեն, կարող է մարդ բանա մտածել։ Բայց դե մեր հանդիսատեսի համար խաղալն էլ ուրիշ հաճույք է, պետք է ճիշտ զգաս իրան։ Հանդիսատեսը մի պերսոնաժ է, այսինքն եթե մենք բեմում դեր ենք խաղում, մի դեր էլ նա է։ Դերակատար է այնտեղից, ինքը քեզ թելադրում է ինչ անես, հետո խաղում է։ Երբեմն էներգիայով էլ թելադրում է, չէ՞, Անպայման թելադրում է ոնց պիտի խաղաս։ Հոգևորում է կամ չի Չափը, հոգևորում։ արագությունը, տեմպո ռիթմը։ Այս դեպքում խնդիրներից մյուսը եւ լավ եւ վատ առումով հեռուստատեսությունն է իր հետ բերել, որովհետեւ միայն այն կերպարները չեն, որ մնացին թատրոնում, դարձան սիրելի հանդիսատեսին, այլ նաեւ Ալլա Մորաքրոջ կերպարը, որը հեռուստատեսության շնորհիվ ավելի լայն շրջանակներին ճանաչելի դարձավ եւ շատ հաճախ սկսեցին նաեւ հեռուստադիտողներ պահանջել եթերում կրկին տեսնել Ալլա Մորաքրոջը, որը բարի ու ջերմ հեքիաթներ էր պատմում երեկոյան։ Գուցե մի բան։ Ձեր կապը ինչպիսին է այդ կերպարի հետ, եթերային կերպարի հետ։ Երբ փոքր էին, շատ տարօրինակ բան էր, չգիտեմ ես ինչ էի մտածում, երևի 7-8 տարեկան եմ, մի քիչ կարդալ գիտեի արդեն, խոհանոցում ես պատշգամբում էի, մայրս խոհանոցում, ես դուռը փակում էի, թերթը վերցնում էի ու սկսում էի թերթը կարդալ էի մամային։ Ինքը խոհանոցում գործ էր անում։ Ու պատկերացրեք, այդ ինչ-որ այդ սերը կար էլի, ոնց որ ուզում է ինչ-որ այդ հարթավար բան, ինչ-որ բան պտտվում էր արդեն փոքր ժամանակվանից, ու հետո երբ հրավիրեցին վարել այդ հաղորդումը, ես շատ էի սիրում, ուղղակի այդ հեքիաթները բան, ես հասկանում եմ, որ ես պետք է այն երեխաները կամերայից այն կողմ երեխաներին, ես ուղղակի պետք է սիրեմ եւ անկեղծ այդ հեքիաթը իրենց պատմեմ։ Ու այդպես էի անում, չգիտեմ, ես չէի մտածում, գիտեք, այ հիմա էլ երիտասարդների մոտ ինչ որ ճանաչված, չճանաչված, չգիտեմ, ես դա չեմ ընդունում։ Մի ճանապարհ է։ Դու ուզում ես ինչ որ բան անես, չէ՞ կյանքում։ Դու երիտասարդ ես, դու պիտի անես, դու պիտի հասնես դրան, դու ճիշտ ես անում, բայց դա արագ չի լինում։ Մեկ իհարկե լինում, ասենց քնում են, արթնանում են ու իրանք արդեն աստղ են, դա էլ է լինում։ Բայց դա էլ պահպանելն է շատ դժվար։ Ահա որ դու պետք է հասնես էլ դրան, դա հետաքրքրությունը դա է հասնելը։ Ոչ թե չէ՞ մի անգամ ճանապարհ է։ Օրինակի մոտ տենց է, մի անգամից երևի, չգիտեմ։ Ու չգիտեմ, միգուցե այդ սերն էր փոխանցվել։ Ուրիշ կարևոր բան էլ կա, շատ կարևոր, որ կան դերասաններ, նո ասեցի, որ հմայքի ֆակտորն է գործում։ Կա որ հմայք ունի, կա որ լավն է, բայց ինքը այդ հմայքը չունի։ Իրանից շուտ են հոգնում, բայց այդ մեկը որ հմայք ունի, ասում են, մտնում էլի չասում, մի քիչ տեսնեմ։ Դա էլ է կարևոր բան, այսինքն դա էլ բախտի բան, դա էլ Աստծո, այն որ ասում է Աստծո կողմից պիտի տված լինի, այդ բաներն են։ Իսկ որ պիտի դերասանը իհարկե աշխատի իր վրա, այտենց ոնց կարող են բանից դբրոցից եկավ ու սկսեց օթելլո խաղալ, չի լինի այտենց։ Փշուր առ փշուր, կոպեկ առ կոպեկ պիտի հավաքես փառքը, պահպանես դրան, դողաս դրա վրա, որպեսզի դա մնա, որպեսզի քեզ հիշեն, որպեսզի քեզ սիրեն, գնահատեն, պիտի զգուշ լինել, ինչպես ընտանիքում, այնպես էլ բեմում, լավ է քիչ է փողոցում, խանութում, մարդկանց բարևելիս, օրինակ Խոստիկյան Արմենը, ես ականատես եմ եղել, իր հետ գնում ենք, շտապում ենք, ինքը ասեց գալիս է, բարև աղջիկ ջան, բարև տղա ջան, բարև քութիկ ջան, սաղի բարև Ես ասեց, այմարդ ուշանում ենք, արագացրում, իրոպես ստոպ, ականջիտ օղարա, կարևորը ժողովուրդն է, մեր գործը ժողովրդի համար է։ Շատ հետաքրքիր կետի եկան։ Զգուշ եւ զուսպ եւ շատ զգուշ եւ նուրբ, որովհետեւ դրանք
Լիքը մարդիկ են տարբեր բնավորության տեր։ Դու իրենց հետ զգուշ եղիր, որովհետև իրանք ինչ ասես կարող են մտածել քո մասին, որ դու մեծամիտ ես, որ դու տգետ ես, որ դու գոռոզ ես, որ դու չգիտեմ ինչ ես, զգուշ եղիր ժողովրդի հետ։ Եվ այդ ամեն ինչը երբ որ քո մեջ կա, դերը խաղալուց դա երևում է։ Որտեվ դու դրա մասին մտածել ես։ Դա բարդ բան է, այս դերասանությունը շատ դժվար գործ է։ Ես որ նորից ծնվեի, դերասան չէի դառնա, միլիոնատեր կդառնա։ Քանի խոսեցինք այդ պատասխանատվությունից, դերասանների դեպքում նաև շատ վտանգավոր է ճիշտ դերերին համաձայնություն տալը, ճիշտ նախագծերում դինելը, կապ չունի դա կլինի ֆիլմ, հեռուստատեսային նախագիծ, թե թատրոնում ներկայացում։ Ինչպես եք համաձայնվում եւ արդյոք եղել են դեպքեր, երբ հրաժարվել եք այդ նախագծում ձեր ներկայությունից ու ինչն է եղել պատճառը, արդյոք միայն բովանդակությունը։ Հա, ուրեմն նայ։ Ինքը պաուզա։ Չէ, ես ասեմ։ Այն հանդիսատեսի պատմությունը։ Այ հետաքրքիր ես ընդհանրապես անձամբ ես շատ բախկոտ եմ։ Ես որ մի դեր ստանում եմ, Արմենի կյանքը ուտում եմ։ Հետևից անդադ կքայլեմ, կասեմ Արմեն, բայց ես կկարողանամ այդ դերը խաղամ, բայց ես կկարողանամ խաղամ, կկարողանամ, թե չեմ կարող, վերջը դա երկար է գնում, ինքը բղավում է։ Իսկ ինձ մոտ տենց չի եղել, որ ինձ ինչ-որ սխալ դեր տան, ես հրաժարվեմ, չէ։ Միշտ պես պահանջված եմ եղել, դեռ հակառակը ուզել եմ խուսանավել, բայց դերից հրաժարվելը լավ բան չի։ Բոլոր ռեժիսորների մոտ խաղացել եմ, ասես այդպես դերասան կլինի, որ Աճեմյան, Ղափլանյան, Ղազանչյան, Արմեն Էլբակյան, Վահե Շահվերդյան, Տիգրան Գասպարյան, Կոլա Ծատուրյան։ Այդպես ռեժիսոր չկա, որ ես իր մոտ խաղացած չլինեմ։ Ուրեմն համաձայնվել եմ, չէ, այդքան է, ինչ եք ուզում ինձնից։ Բայց մեկ-մեկ լինում է, իրանք մտածում են, ասում են, այս դերասանին բերենք ստեղ, կարամ օրինակ բերեմ, իմ վրա չբերեմ, սիրուն չի, Վարդան Աճեմյանը մի բեմադրություն էր անում, մի տեսարան կար, այդտեղ մի երկու դերասան են խաղում, որոնց մոտ լավ չէր ստացվում, հերոսներն են, դե հերոս խաղալը դժվար է, հերոսուհի, ինքը ասում է, չի ստացվում։ Մի հատ Խոստիկյանին կանչեք։ Գնացին Խոստիկյանի տնից բերին, ասեց Խոստիկյան, ասեց ուրեմն նայ, այս տեսարանը որ սկսվի, իրանք որ սկսեն իրար հետ խոսել, դու այն դռնից, բեմի վրաց դռներ կան երկու։ Այսպես կմտնես ու ասես մանգալով իրանք խաղան, դու կանցնես այն մի դռնից դուրս կգաս, ասես հիմա անեմ, ասեց չէ, ասեց բանի օրը, պրեմիերայի օրը կգաս, այդ անցումը կանես։ Ասեց եղավ գնաց։ Այդպես ման, եկավ պրեմիերայի օրը, սրանք այս տեսարանը սկսեցին, խաղում են, Խոստիկյանը հենց դուրը բացեց, դահլիճը ծապ, գոռում են, եկավ, սես մտավ նայեց, հարեց, նրանց նայեց, ինչ են խաղում, սենց անցավ, դուրս եկավ, գնաց։ Դա դարավ այդ ներկայացման ամենահզոր տեսարանը, որ իրանց այդ սիրո տեսարանի ժամանակ պատահական մեկն անցավ, ինչպես Չեխովի Բալենու այգում անցնում է այն անցորդը, անտառում, այ քեզ բան, այսինքն մեկ-մեկ ռեժիսորին տենց պետք է գալիս, դե հիմի Խոստիկյանը չէր կարող Աճեմյանին ասեր չեմ անցնի, ոնց, հիմի ինձ էլ ասեր պիտի անցնեի, էդ էլ է լինում։ Բայց մենք մի կարևոր դերել ենք ստացել կյանքում։ Որը։ Շատ ամենակարևորը, որը։ Մենք ծոռնիկ ունենք։ Ես պիտի նշեի թորնիկների նվեր ենք ստացել։ Դերը։ Նվեր ենք ստացել, հիմա պրատատիկ թորնիկների հարությունը, բայց դա գիտես ինչ, ապու պապ ես էլի դառնում, ինքն էլ դառնում է ապուտատ։ Այ քեզ։ Դա էլ իր պատմություն ունի, մի օր Իսկ ինչով է տարբերվում թորնիկի պապիկ լինելուց ապու պապ լինելուց դեպքում ծոռնիկի։ Ես այդ բարձել եմ ինձ համար, որ ասում են ծոռ ունես բան, ասում եմ, հա, բայց ասում եմ ինքը մի քիչ հեռու է։ Ում չի հեռու ծոռ, ասեմ, դե որովհետև ընդ դիմացը կա պապիկներ, տատիկներ, հետո նոր ապու պապեր։ Այսինքն քո հերթը քիչ է, քեզ քիչ է հերթ հասնում, չէ՞։ Լավ բան է դա, բայց
Ավելի շատ եք սկսում մտածել, թե այ ինչ էլ չկա, որի կարիքը պետք է Դե լինի։ նու չէ, ուզում եմ ասեմ, նա ինչ չերու է ապու տաթը։ Ինչ բառը ապու։ Բայց հենց այս դրական նոտայի վրա էլ կանգ առնելով ուզում ենք ամփոփել, որովհետև շատ սիրուն ամփոփվեց զրույցը, գալով ծորրան նորությանը եւ նոր կյանքի շարունակությանը եւ ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև իսկապես բացառիկ ստացվեց մեր այսօրվա հանդիպումը, սա նման չէր մեր ոչ մի զրույցին, հարցազրույցին, որովհետև մենք ձեզ շատ բան սովորեցինք այս կարճ ժամանակահատվածում։ Այդ դերի մեջ մտել դուրս գալը ստե աշխատեց, որովհետև զարմանալիորեն կամերաները մոռացել էին։ Մենք շնորհակալ ենք ձեզ այդ անմիջականության համար։ Միշտ Եվ սա իսկապես կմնա որպես այդպես բացառիկ հնարավորություն ձեզ հետ այսքան անմիջական շփվելու եւ լսելու եւ որպես օրինակ տեսնելու մեզ համար։ Իսկ մենք սիրելի հեռուստատողներ շնորհակալ ենք մեր եթերը շարունակում ենք երաժշտությամբ։